Բարի օր, ուզում եմ պատմել Վիքին սիրում է հուշարձաններ լուսանկարչական մրցույթի մասին և ցույց տալ, թե ինչպես կարելի է լուսանկարներ վերբեռնել Վիկիպահեստում։ Մրցույթը աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթն է, մի քանի անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Հայաստանը մրցույթին առաջին անգամ է մասնակցում։ Մրցույթը շատ լավ հնարավորություն է սիրողական լուսանկարներով թեկուզ ներկայանալ ամբողջ աշխարհին և փորձել շահել մրցանակներ։ Բացի այդ, մրցույթը հրաշալի հնարավորություն է տալիս Վիկիպահեստում ավելացնելու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների լուսանկարները, որոնց թիվը շատ քիչ էր մինչև մրցույթը։ Այսօր արդեն մրցույթի 8-րդ օրն է և այս պահին արդեն կան բավական մեծ թվով լուսանկարներ։ Այդ մասին կարող ենք իմանալ այցելելով մրցույթի պաշտոնական կայքը արել եմ Վիկիպեդիայի կողմից։ Այստեղ համառոտ պատմվում է մրցույթի մասին, կան հաճախ տրվող հարցերի պատասխանները, կապ պահպանելու համար անհրաժեշտ տվյալները, նախորդ մրցույթներում հաղթող լուսանկարները, այս պահին բեռնված լուսանկարների թիվը Հայաստանից, ինչպես տեսնում ենք, 2419 լուսանկար և այլ տվյալներ։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ լուսանկար և գրանցված լինել արևեն Վիկիպեդիայում։ Գրանցվելը շատ հեշտ է, ընդամենը մի քանի տվյալ է անհրաժեշտ մուտքագրել, մասնակցային անունը և գաղտնաբառը, ինչպես նաև նշել էլեկտրոնային հասցեն ավելի հեշտ կապ պահպանելու համար։ Ինչպես տեսնում ենք, կարող են գրանցվել այս էջից, նշելով տվյալները։ Քանի որ ես արդեն իսկ գրանցվել եմ, հիմա մուտք կգործեմ համակարգ։ Մրցույթին մասնակցելու համար լուսանկարում ենք ինքներս, ցանկալի է լավ որակի լուսանկարներ, սակայն դրանք կարող են լինել սիրողական, ինչպես նաև հեռախոսով արված։ Հիմա ինձ անհրաժեշտ կլինի ձեռքի տակ ունենալ ՀՀ պետական հուշարձանների պետության կողմից հաստատված հուշարձանների ցանկը։ Ինչպես տեսնում եք, այդ ցանկում հուշարձաններն ընդգրկված են ըստ բնակավայրերի, Երևանը ներկայացված վարչական շրջաններով, իսկ մարզերը քաղաքներով, գյուղերով և այլն։ Հիմա ուզում եմ երկու լուսանկար բեռնել Սաղմոսավան եկեղեցուն արված և գիտեմ, որ Սաղմոսավան անունով հայտնի եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզում, Սաղմոսավան գյուղում։ Այստեղ բացվեց Սաղմոսավանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկը։ Տեսնում ենք, որ ցանկում կա 48 հուշարձան։ Ցանկը հաստատվել է 2002 թվականին կառավարության կողմից։ Այս հղումից կարող ենք պարզել, թե այս պահին ինչ լուսանկարներ կան Սաղմոսավանին վերաբերող։ Ինչպես տեսնում ենք, բավական մեծ թվով լուսանկարներ կան։ Լուսանկարները
եկեղեցին եմ ներկայացնում, ուստի ցուցակից փնտրում եմ եկեղեցին, տեսնում եմ, որ ցուցակը ընդհանուր առմամբ բավականին լավ ներկայացնում է հուշարձանը, այստեղ ներառված է հուշարձանի անունը, կառուցման տարեթիվը, գտնվելու վայրը, աշխարհագրական կոորդինատները նշելու հնարավորություն, համարանիշը, որը տրվում է համապատասխան պետական մարմնի կողմից և որն անհրաժեշտ է անպայման մուտքագրել, որպեսզի պարզ դառնա, որ Վիկիպայեստում ներկայացված լուսանկարը իսկապես պետության կողմից պաշտպանվող հուշարձան է ներկայացնում, հավելյալ նշումներ, որոնք հիմնականում օգնում են կողմնորոշվել և գտնել համապատասխան հուշարձանը, և յուրաքանչյուր հուշարձանի անվան դիմաց ունենք բեռնել պատկեր հղումը, որի օգնությամբ կարող ենք բեռնել հեշտությամբ և որի օգնությամբ բեռնելու դեպքում հուշարձանի տվյալների մեջ ավտոմատ գրանցվում է համարանիշը և կարիք չունենք գալու ցուցակից ստուգելու արտագրելու։ Սաղմոսավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բեռնումը ընթանում է մի քանի քայլով, առաջին քայլում պարզապես ընտրում եմ նկարները իմ համակարգչից, ահա, ես որոշել եմ բեռնել այս երկու լուսանկարները։ Կարող ենք միանգամից նշել տվյալ հուշարձան ներկայացնող մի քանի լուսանկար և իհարկե կարող ենք բեռնել տարվա տարբեր եղանակներին արված լուսանկարներ, ինչպես նաև տարբեր ժամանակներում արված լուսանկարներ, ինչը թույլ է տալիս հետագայի համար իհարկե Վիկիպայեստում ունենալ հուշարձանի պատմությունը, քանի որ ինչպես հայտնի է հուշարձանները փոխվում են և Հայաստանում հաճախ նաև վերանում ժամանակի ընթացքում։ Բեռնումն ավարտված է, ես կարող եմ էլի ավելացնել լուսանկարներ, բայց քանի որ հարմար լուսանկարներ չունեմ, կընտրեմ շարունակել։ Այս քայլում ես հաստատում եմ, որ լուսանկարները իմ աշխատանքներն են և տրամադրում եմ ազատ արտոնագրով օգտագործելու համար։ Մնացինք առաջ։ Այս էջում արդեն պետք է ներկայացնել հուշարձանը նկարագրող տվյալները։ Ինչպես տեսնում ենք, կան պարտադիր դաշտեր, լուսանկարի վերնագիրը, լուսանկարի ստեղծման ամսաթիվը և հուշարձանի համարը, որն արդեն եկել է, քանի որ նշածը հղումի օգնությամբ բացեցինք բեռնման գործիքը։ Լրացնեմ պարտադիր դաշտերը։ Սաղմոսավանի նկարագրությունը բաժնում կարող եմ գրել ընդարձակ տվյալներ։ Սաղմոսավանի Ուզում եմ գրել այստեղ հարավ-արևմուտքից, բայց քանի որ վստահ չեմ, որ հարավ-արևմուտքից է արված լուսանկարը, կավելացնեմ ճշտելուց հետո։
Կարող ենք նկարագրությունը գրել նաև այլ լեզվով, ռուսերեն, անգլերեն կամ ցանկացած լեզվով, որին տիրապետում ենք։ Կարող ենք վերադառնալ և ավելացնել հետագայում։ Պետք է անպայման նշել, ավելի ճիշտ ցանկալի է անպայման նշել լուսանկարի կատեգորիան, հետագայում այն հեշտությամբ Վիկիպարեստից գտնելու համար։ Տվյալ դեպքում ես կմուտքագրեմ սաղմոսավան, կատեգորիան պետք է գրել անգլերեն, սաղմոսավանք արդեն կա։ Կարող եմ այստեղից ավելացնել հուշարձանի աշխարհագրական կոորդինատները, երկարություն, լայնություն և այլ տեղեկություններ։ Քանի որ դրանք չգիտեմ, դեռևս չեմ լրացնում։ Եվ այստեղից մի գործը հեշտացնող հնարավորություն լուսանկարի տվյալները պատճենել ներքևը բերված լուսանկարների համար, ինչից ես կօգտվեմ և կպատճենեմ մնացած տվյալները կմուտքագրեմ հետագայում։ Այսքանով ավարտեցինք այս քայլը, մնանք առաջ։ Վիկիպարեստը հիմա մեզ կներկայացնի լուսանկարների հղումները, ինչպես տեսնում ենք, այս հղումը կարող ենք օգտագործել անմիջապես Վիկիպեդիայում, իսկ մյուսը առհասարակ ցանցում, ինտերնետում, և վերջ, հաջողություն եմ մաղթում։